Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 5, Սուրբ լինելու կանչվածներիդ, Հռոմեացիներին 1:7։ Մենք հաճախ հակված ենք Սուրբ առաքյալների մասին խոսելու որպես հատուկ սրբերի մասին, որոնք առավելություն ունեն Աստծո մյուս զավակների հանդեպ։ Փաստացիորեն սրբերը բոլոր նրանք են, ում Աստված կանչել է շնորհքով ու սրբացրել իր հոգով։ Այնուամենայնիվ մենք առաքյալներին նայում ենք որպես բացառիկ սրբերի, որոնք չեն ենթարկվել այն թուլություններին ու գայթակղություններին, ինչ մենք։ Այսպիսով մենք մոռանում ենք ճշմարտությունն այն մասին, որ որքան մարդը մոտ է Աստծուն, այնքան շատ է նա տրտնջում մեղքով ապականված սրտից։ Եվ որքան շատ է Տերը խրախուսում նրա ծառայությունը, այնքան ուժգին ու հաճախ է նրան օրեցօր գայթակղում մարմինը։ Բանն այն է, որ եթե մենք հանդիպենք Պողոս առաքյալին, մենք նրա մասին կարծիք կկազմեինք ինչպես եւ ընտրյալ ընտանիքի մյուս անդամների մասին։ Նրա հետ զրուցելով մենք մոտավորապես հետեւյալը կասեինք. մեր քրիստոնեական փորձառության մեջ շատ ընդհանրություններ կան։ Պողոսն ավելի հետևողական է, ավելի սուրբ, հոգեվորապես ավելի խորը, ու թեև նրան բաժին հասած փորձությունները որոշ իմաստով ավելի ծանր են եղել, դրանք ընդհանուր առմամբ ոչնչով չեն տարբերվում մերից։ Այդ պատճառով մի ենթադրեք, իբրև հին սրբերին ազատ են եղել թուլությունից եւ մեղքից, եւ մի մեծարեք նրանց այն առեղծվածային երկյուղածությամբ, որը մեզ գրեթե կռապաշտ է դարձնում։ Նրանց սրբությունը հասանելի է նաեւ մեզ համար, քանի որ մենք սուրբ լինելու կանչվածներ ենք։ Մենք կանչված ենք այն նույն ձայնով, որը նրանց հայտարարեց իրենց բարձր կոչման մասին։ Քրիստոնեայի պարտքն է անել իր ուժերի սահմաններում եղած ամեն ինչ հասնելու համար իսկապես բարեպաշտության, եւ եթե այդ սրբերը հասել են ավելին, քան մենք, ինչն իրականում է տեղի ունեցել, եկեք հետևենք նրանց նմանվելով նրանց ջերմեռանդությամբ ու սրբությամբ։ Մենք ստացել ենք նույն լույսը, ինչ նրանք, մեզ տրված է հենց այն նույն շնորհքը, եւ մենք իրավունք չունենք բավարարվածություն զգացում ունենալու, քանի դեռ մեր մեջ չի ձևավորվել նման երկնային բնույթը։ Նրանք ապրել են Հիսուսի հետ, ապրել են Հիսուսի համար, այդ պատճառով էլ նմանվել են նրան։ Եկեք ապրենք նույն հոգով, ինչ նրանք, եւ մեր բարեպաշտությունը եւս շուտով ակնհայտ կդառնա։